Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմամենակարան շենքերի նախկին խաղահրապարակների տարածքներում նորերն են կառուցվում։ Դրանք ծառայելու են որպես ֆուտբոլ, բասկետբոլի, սիրողական սպորտաձևերի եւ մեծահասակների ու երեխաների ժամանցի կազմակերպման համար նախատեսված տարածքներ։ Խաղահրապարակների կառուցումն իրականացվում է Գավառի մասնակցային բյուջետավորում 2025 գործընթացի շրջանակում։ Ծրագիրը բնակիչների առաջարկությունն է, որը քվեարկությամբ հաղթող է ճանաչվել։ Ինչու այս ծրագրերը ֆինանսավորվեցին, որովհետև բնակիչների կողմից բավական շատ ծրագրեր են ներկայացվել, բայց կոնկրետ այս խաղահրապարակը բավականին շատ ձայն էր հավաքվել եւ հաղթող ճանաչվեց եւ հավանություն արժանացավ ավականո եւ մեր հանձնաժողովի կողմից։ Խաղահրապարակների կառուցմամբ ամենաշատը ոգևորված են հենց բնակիչները, համոզված են հատկապես երեխաները կունենան ազատ ժամանցի անվտանգ կազմակերպման տարածք եւ հնարավորություն։ Այս խաղահրապարակի կառուցումը շատ մեծ բան է տալիս մեր երեխաներին։ Կարևորն է, որ կոմպլեքս է, ամեն բանը կա։ Ես 40-50 տարվա շինարար եմ։ Գերազանց եմ գնահատում կատարված աշխատանքները եւ հույս ունեմ, որ այտենց նույնությամբ լավ վիճակով կհասնեն։ Շատ լավ նախաձեռնություն է։ Գագիկ Սոլյանն էլ, ով երկար տարիներ ապրում է այս տարածքում, անհամբեր սպասում է աշխատանքների ավարտին։ Ամեն օր շինհրապարակում է, տեղյակ է աշխատանքներին բոլոր մանրամասներով։ Շատ լավ բան արվում, շնորհակալ են կազմակերպիչներին։ Ես այս շենքում եմ ապրում, անընդհատ էլ գալիս եմ, համարյա ամբողջ օր նստել եմ։ Խաղահրապարակների շինարարություններն այժմ ակտիվ փուլում են։ Շինարարները վստահեցնում են, որ սահմանված ժամկետներում աշխատանքները կավարտվեն։ Կարևորվում է բնակիչների ներգրավվածությունը համայնքային խնդիրների վերահման եւ այդ խնդիրների լուծման գործընթացում։ Մասնակցային process-ը պահվել է ըստ համապատասխան նորմերի, ինչպես նաեւ հիմա ամեն շաբաթ, ամեն ամիս ներկայացվում է հաշվետվություն, ինչ գործընթացը իրականացվում եւ մեր բնակիչները, ովքեր որ ներկայացրել են այս ծրագրերը, շատ ակտիվ հետևում են գործընթացին, իրենք նույնպես մասնակցում են, փորձում են իրենց ներդրում ունենալ այս շինարարական գործընթացի փուլում։ Խաղահրապարակների կառուցման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն եղանակով։ Ծրագրի արժեքը 90 միլիոն 550 հազար դրամ է, որի 57%-ը հատկացվում է համայնքի, 43%-ը պետբյուջեի կողմից։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։